Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հուսով եմ լավ եք եւ ամեն բան լավ է։ Ամանորյա այս օրերին ավանդաբար ընկերական, մեր բարեկամական, ընտանեկան հանդիպումների ընթացքում նաև մի շարք թեմաներից են խոսում, որոնք բնականաբար մեծամասամբ կապ ունեն երկրում տեղի ունեցող եւ մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Եվ այս թեմաների մեջ մի կարևոր թեմա կար, որի մասին ուզում եմ միասին ուրեմն զրուցենք եւ ըստ էության նաև վերլուծենք։ Ասում են, որ կենսաթոշակները չեն բարձրացել եւ դա վատ է, եւ որ այս փոփոխությունները, որոնք արվում են հետ վերադարձի տեսքով, ուրեմն ըստ էության կապ չունեն կենսաթոշակների բարձրացման հետ, բայց եկեք միասին վերլուծենք իրավիճակը։ Հիմա տեսեք սիրելի հայրենակիցներ, ինչ ծրագիր է իրականացնում կառավարությունը։ Այս տարի հունվարի 1-ից մենք ուրեմն կենսաթոշակառուների համար սահմանել ենք 20% հետ վերադարձի համակարգ։ Ինչը ուղղակիորեն նշանակում է, որ յուրաքանչյուրի կենսաթոշակը բարձրացել է իր կենսաթոշակի 20%-ի չափով։ Այո, պայման կա առայն, որ առևտուրը պետք է լինի անկանխիկ։ Եվ սա շատ կարևոր գործողություն է այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ մենք գնում ենք ամեն ինչ անկանխիկ անելու տրամաբանությամբ, որպեսզի կարողանանք ուրեմն մեր քաղաքացիներին պատշաճ ծառայություն մատուցենք, դպրոցներ կառուցենք, ճանապարհներ կառուցենք, կենսաթոշակները կարողանանք հավուր պատշաճի տալ եւ բարձրացնել, նոր ծրագրեր անել, որոնք էլի ուղղված են կենսաթոշակառուների կյանքի որակի բարձրացմանը, բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր երկրի եկամուտները գոյանում են հարկերից եւ ուրեմն յուրաքանչյուրս պետք է վճարենք մեր համար սահմանված հարկերը, որպեսզի կարողանանք ունենալ այն պետությունը, որի մասին երազում ենք։ Եվ այո, մեր կենսաթոշակառուները անմասն չեն կարող ունենալ այս գործընթացից։ Եվ եթե կենսաթոշակառուներն իրենց քարտերից չկանխիկացնեն գումարը, նախ բոլորը ստանան անկանխիկ եղանակով կենսաթոշակ եւ միանգամից չտանեն կանխիկացնեն այլ քարտով վճարումները կատարեն, որը որևէ տարբերություն չկա հիմա կանխիկ կկատարես թե քարտով։ Ըստ էության կանխիկ ավելի բարդ է վճարում կատարելը, հանել, հաշվել, պահել, տեղափոխել այդ գումարը, քան քարտով ուղղակի ժողովրդական լեզվով ասած մի հատ ճտցնել ուրեմն post terminal-ին եւ ստանալ վճարումը եւ ուրեմն ստանալ նաեւ քո կատարած առևտրի 20%-ի վերադարձ։ Եվ հետևաբար, սա չափազանց կարևոր գործիքակազմ է, ոչ միայն որը նպաստում է կենսաթոշակառուների կենսաթոշակի բարձրացմանը, այլև նպաստում է հարկային եկամուտների հավաքագրմանը եւ ստվերի կրճատմանը նաեւ։ Այսինքն սա անտեսանելի, չնայած ինչու անտեսանելի, լավ էլ տեսանելի փոխգործակցություն է քաղաքացու եւ այս դեպքում կենսաթոշակառուի միջեւ։ Եվ այստեղ գալ ասել, որ կենսաթոշակը չի բարձրացել, կներեք, սա ուղղակի շատ ուղիղ կերպով չի համապատասխանում իրականությանը, եւ բոլոր մարդիկ, որոնք փորձում են համոզել այլոց կամ իրենց համոզել, որ կենսաթոշակը չի բարձրացել, եւ չէ, որ չէ, բերեք եւ մեզ ուղիղ տվեք այդ գումարը, դա ուրեմն սխալ մոտեցում է եւ չի բխում իրականությունից։ Մյուսը 2% հետ վճարի վերադարձի հնարավորությունն է, որ այո, արկա քարտերով է միայն հնարավոր եւ վիզաներով, մասերներով չի լինում այս պահին, բայց ամեն դեպքում արկա քարտի եւ վիզա քարտի միջեւ որևէ տարբերություն տեխնիկական իմաստով այս դեպքում գնումներ անելու տրամաբանության մեջ կենսաթոշակը ստանալու իմաստով որևէ տարբերություն չկա։ Ես դիմեցի բանկին եւ շատ արագ տրամադրեցին արկա քարտը, որը ունի նույն ֆունկցիոնալությունը, այսինքն NFC-ն այդ հեռվից պահելու հնարավորությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետեւաբար արդեն դարավ 22%։ Եվ այստեղ ասել, որ կենսաթոշակը ուրեմն չի բարձրացել, ելի եմ կրկնում, չի համապատասխանում իրականությանը։ Մյուս բարելավումը, որը տեղի է ունեցել կենսաթոշակառուների համար, այս դեպքում 65+ կենսաթոշակառուների համար, որը էլի ուղիղ կապ ունի նրանց ուրեմն մեր քաղաքացիների կենսաթոշակառուների 65+ տարիքի մարդկանց ուրեմն բարեկեցության, այս դեպքում արդեն հենց կոնկրետ առողջության հետ։ Հիմա կենսաթոշակի նվազ լինելու հանգամանքը շատ ուղիղ առնչություն ունի մեր առողջության պահպանման հետ, որովհետև քիչ փողով առողջությունը չես կարող պահպանել։ Եվ այս ամենը շատ լավ իմանալով մենք էլ շատ լավ հասկանում ենք, չէ՞։ Հիմա կենսաթոշակառուն երբ որ ինչ-որ մի խնդիր ունենա, բարձա չէ, միանգամից տանել 1 միլիոն դրամ, 300,000 դրամ, 400,000 դրամ տալը բավականին բարդ է, որն անհնար է բազմաթիվ կենսաթոշակառուների համար։ Բայց եթե Պարզա որ նաև մենք չենք կարող յուրաքանչյուրի թոշակը ամսական ավելացնել 300,000 դրամով։ Հիմա փաստացի, ուրեմն 65+ մեր քաղաքացիները, որոնք թոշակառուներ են, կարող են օգտվել առողջապահության ապահովագրության ծրագրերից 100,000-ավոր դրամների հասնող ծառայություններից, դեղորայքներից, ստուգումներից, տարեկան պարտադիր ստուգումներից եւ չմտածեն այլևս իրենց թոշակով իրենց առողջության վրա ծախս անելու մասին։ Ավելի շուտ այն ժամանակ թոշակ
թոշակի սակավությունը թույլ չէր տալիս մարդուն անգամ մտածել իր առողջության մասին, իսկ հիմա մարդը մտածի չմտածի իր առողջության մասին, պետությունն է հոգ տանում այդ մարդու առողջության մասին։ Եվ այստեղ էլի սա ուղիղ առնչություն ունի ուրեմն կենսաթոշակի հետ, երբ որ քաղաքացու վրայից դու հանում ես իր առողջապահության ապահովագրության, իր առողջապահության պահպանման վրա ուղղվող ծախսերի բեռը, որը կենսաթոշակառուի համար կարող է տասնապատիկ ավել լինել, քան իր ուրեմն թոշակը։ Հիմա եթե մենք պայմանականորեն յուրաքանչյուրի թոշակը բարձրացնենք 10,000 դրամով, սա որևէ կերպ կարող է նպաստել այդ մարդկանց առողջության պահպանմանը կամ կյանքի որակի բարելավմանը։ Միանշանակ ոչ։ Իսկ եթե մենք չբարձրացնենք այդ 10,000 դրամով օրինակ կենսաթոշակը եւ ուրեմն յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար ստեղծենք առողջապահության ապահովագրության այս համակարգը, որը ստեղծվել է գործում է արդեն։ Հիմա ո՞րն է լավը, որ դու մշտական ունենաս մշտական գործիքակազմ, լինի մշտական ինստիտուտ, երբ որ դու կարողանաս քո առողջապահական հարցերը լուծել, թե այդ ամսական 10,000, 5,000, 15,000 դրամը վերցնես ծախսես այլ նպատակներով, բնականաբար ոչ առողջության պահպանման, որովհետև 10,000 դրամով առողջության պահպանման որևէ խնդիր որևէ մեկը չի կարողանա լուծել։ Եվ այդպես անցնենք առաջ եւ էլի վատ սպասենք մինչև դանակը հասնի ոսկորին, գնանք տեսնենք որտեղից ենք վարկեր վերցնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ուրեմն հանրագումարում մենակ այս հետվճարի համակարգի եւ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի եթե գումարում ենք իրար ստացվում է, որ էականորեն բարելավել է կենսաթոշակառուների ուրեմն կյանքի որակը այս իմաստով։ Եվ այո, նաև ակնկալվում է մեր կենսաթոշակառու հարգելի քաղաքացիներից, որ նրանք նաև պետք է համագործակցեն պետության հետ, անկախիկ կատարեն իրենց վճարումները, ստանան 20%, 22% արդեն հետ վերադարձ, այդ միջոցով աջակցեն պետությանը, որպեսզի մենք պայքարենք ստվերի դեմ, եւ մենք էլ ուրեմն դրա համար աջակցենք կենսաթոշակառուներին, այլ ավելի լավ ծրագրեր անելով, ավելի բարձրացնելով նաև հենց նոմինալ, հա, չափը կենսաթոշակի։ Սա ձևաչափը ըստ էության առաջ շարժվելու եւ ես խնդրում եմ այս տրամաբանությամբ նայել ուրեմն ծրագրերին, հարցերին, որովհետեւ պետությունը բոլոր քաղաքացիների փոխգործակցության, մեր բոլորի փոխգործակցության, համագործակցության, փոխադարձ վստահության շնորհիվ պետքա զարգանա առաջ շարժվի եւ այս միջոցով է որ մենք պետք է կառուցենք այն պետությունը, որի մասին մենք երազում ենք եւ հենց սրա միջոցով է այս ծրագրերի միջոցով է որ տեսեք հետվճարի համակարգը սկզբում 10% էր, հետո դարձավ 20%, չի բացառվում որ էլի կբարձրանա, չի բացառվում որ սրա շնորհիվ ուրեմն թոշակներն էլ կբարձրանան եւ ուրեմն եկեք վստահենք միմյանց, սիրենք մեր պետությունը, կատարենք անկախիկ վճարումներ, մեր տնտեսվարողներին էլ խնդրենք, պարտադրենք, հորդորենք, որ տպեն հսկիչ դրամարկղային կտրոնները, որ վերջնարդյունքը լինի այն պետությունը, որի մասին մենք երազում ենք, մեծ եկամուտներով, հարուստ քաղաքացիներով կայացած, զարգացած անվտանգ պետություն։ Լավ եղեք, լավ բոլորին։